Աբովյան 36 շենքի վերջին հարկում բնակվող ընտանիքներից մեկի երեխաները գիշերում են տատիկի տանը։ Սենյակը խոնավ է ու անմխիթար, քանի որ անձրևի ժամանակ ջուրը կաթում է տանիքից, հոսում պատերով, հասնում էլեկտրական լարերին։ Խնդիրները սկսվեցին 2-3 տարի առաջ, մաքսիմում երբ որ հենց այն հատվածում, որտեղ դրսի կողմից ֆասադին կտեսնեք այդ խողովակների հետ միացումում, երևի ինչ որ բան են փոխել, ես չգիտեմ, բայց մի քանի 2-3 տարի առաջ սկսվեց ամեն անձրևից, ջրհեղեղից, ուրեմն թրջվում էր պատը։ Մի քանի անգամ մասնագետներ է կանչել, որ նորոգեն պատն ու առաստաղը։ Խնդիրը սակայն միայն մաշված խողովակները չեն։ Տանտիրուհին Սոնա Ազարյանն ասում է, շենքը համարվում է պատմամշակութային արժեք, հետևաբար օրենքը թույլ չի տալիս ինքնուրույն որևէ փոփոխություն կատարել։ Այս տարի ես հասկացա, որ դա իրոք լցվում է։ Այդ ցանցերի այդ խողովակները բոլորը տրազետ կան եւ ընդհանրապես այս սենյակը իմ երեխեքի սենյակը արդեն վաղուց պիտանի չի ընդհանրապես մենք այնտեղ չենք ապրում այդ դարելա ինչ որ խոնավությունը այդեղ կարող է լինի գրիբոկ ինչ ասեք սնկային բաները կարող է տարածվի։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն էլ հակառակն է ասում, բնակարանը սեփականաշնորհված է, նորոգման համար բավական է գրավոր դիմում ներկայացնել։ Ըստ Պետոյանի խողովակները վնասվել են, երբ տանտերը նորոգման աշխատանքներ է կատարել։ Ձեռնահարկը սեփական է, այսինքն դա ընդհանրապես սեփական տարածք է։ Եվ այդ սեփական տարածքը այդ գործողությունները անելուց այդտեղ վնասվել է այդ խողովակը, չգիտեմ ոնց, երբ ու ինչ պայմաններում։ Հիմա կամ բնակիչը ինքը դա պետք է անի, կամ պետք է համատիրության հետ կան համաձայնության, որ դա համատիրությունը անի։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշում է, եթե ցանկանում են, որ պետությունը հոգա նորոգման ծախսերը, պիտի դիմեն համատիրություն, թեպետ համատիրությունը մի քանի անգամ այդ հասցեում արդեն աշխատանքներ արել է։ Սոնա Ազարյանն էլ գանգատվում է, թե համատիրությունից հորդորել են սեփական միջոցներով նորոգել պատն ու խողովակները։ 2 օր առաջ ես սկսեցի զանգահարել արդեն ահավոր նյարդայնացած, առաջինը երբեք տեղում չի, պարոն Միքայելյան, երբեք, ինքը շատ կարևոր գործերով դուրս է եկել, քարտուղարը ասեց, Միքայելյանը խնդրում է, որ դուք մի բան արեք ձեր միջոցներով, հետո մի օր կարող է փոխհատուցվի։ Համատիրությունից մեզ փոխանցեցին, որ ղեկավար Արայիկ Միքայելյանը տեղում չէ, մեր հարցերին կպատասխանեն երկուշաբթի, միաժամանակ վստահեցրին, զբաղվում են խնդրով։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։